Բարի օր ժողովուրդ ջան, դե ինչ, այս հարցը ես արդեն բարձրաձայնել էի, խոսել էի այս մասին, որ ըստ ինձ վարորդական իրավունքներից զրկված անձինք չպետք է քննություն հանձնեին, քանզի օրենք ասում է, որ զրկվում են 1 տարով կամ 2 տարով, այսինքն հենց այդ 1 տարին կամ 2 տարին ինքն իրենով արդեն ասում է, որ մարդը զրկվում է 1 տարով, այսինքն պետք է 1 տարին անց մարդը ստանա իր վարորդական իրավունքը։ Հիմա ներկայիս Նիկոլ Փաշինյանը հարցում է տեղադրել իր էջում, մտեք ակտիվ քննարկեք, քվեարկեք, որպեսզի ձեր վարորդական իրավունքները ստանաք հետ։ Ասեմ ավելին, նախորդ գրառումը Նիկոլ Փաշինյանի հստակ ասում է, թե ինչ պայմաններում են այդ վարորդական իրավունքները վերադարձնում։ Իհարկե սա չի վերաբերվում այն մարդկանց, ում վրա արդեն քրեական գործեր են հարուցված, ինչու, որովհետև զրկվել են, զրկվելուց հետո նորից խմած իրենց բռնել են։ Այնպես որ ժողովուրդ ջան, դուք շատ եք ինձ հարցնում, Մերի ջան, նորից բարձրաձայնի այդ հարցը, հենա։ Մեր վարչապետը այդ հարցը բարձրաձայնել է եւ քվեարկեք, որպեսզի որոշում կայացնի պետությունը, ղեկավարը եւ ձեր վարորդականները ձեզ վերադարձնի առանց քննության, բայց հաշվի առեք, որ վերադարձնելու դեպքում դուք ունենալու եք ժամկետ 6 բալ, եթե դուք այդ 6 բալը սպառեք, ապա դուք նորից զրկվելու եք ու քննություն եք հանձնելու։ Այնպես որ օգտագործեք այս շանսը, վերադարձեք ձեր վարորդական իրավունքները ու այլևս խախտումներ մի արեք։ Նաեւ ինձ հետաքրքիր է այդ պահը, վարորդական իրավունքը դիպլոմի նման ինչ-որ մի բան է։ Եթե դուք մարդուն զրկում եք, դուք չեք կարող մարդու գիտելիքը իրանից վերցնեք։ Ասենք յուրաքանչյուր վարորդ գիտի տեղյակա, որ խմած չի կարելի նստել ղեկին։ Ասենք էսի նորություն չի, էլի։ Հա։ Ու եթե մարդը գիտակցաբար դա արել է, դուք իրան պատժում եք 1 տարով, 5 տարով, չեմ անում, դրեք 5 տարի զրկեք, բայց վարորդականը ձեռքից վերցնել, դա նույն բանն է, որ մարդու գիտելիքը իր ձեռքից վերցնել, դա անհնարին է։ Ունենք դատական այդպես process-ներ 5 տարով մարդուն զրկում են ուսուցիչ աշխատի դպրոցում, ուսուցանի ինչ որ մեկի։ Ահա, բժիշկ ունենք, ասենք, այտենց դատական որոշումներ, որ իրավունք չունի բժշկությամբ զբաղվի 5 տարով, ասենք թե, բայց դուք դիպլոմը իր ձեռից չեք վերցնում։ Ասենք ինձ համար սա աբսուրդ է, էլի, որովհետև վարորդական իրավունքը նույն գիտելիքն է, նույն դիպլոմին համահունչ ինչ որ մի փաստաթուղթ է։ Եթե զրկում եք, զրկեք, բայց հետ պետք է վերադարձվի։ Սա իմ կարծիքն է ու կխնդրեի, որ մեր կառավարությունը այս օրենքի վրա ուշադրություն դարձնի, որովհետև նույն խաղերը տվեց Ռուսաստանը, ասենք մենք ունեինք պայմանագրեր, որ բոլոր այդ պետությունների, Եվրազիայի բոլոր պետությունների դիպլոմները բոլոր երկրներում անցնում է, բայց Ռուսաստանը դրեց խաղեր տվեց, որ թեպա Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքները չի անցնում Ռուսաստանի Դաշնությունում որպես տաքսու վարորդ, որպես ավտոբուսի վարորդ եւ այլն։ Այսինքն ժողովուրդ տեղափոխելու համար չի անցնում։ Իհարկե վարորդը կարող է ինքնուրույն նստի իր մեքենայի ղեկին քշի այդ վարորդականով, բայց ժողովուրդ տեղափոխելու համար արգելում էր։ Դա հակասում էր Եվրազիայի պայմանագրերին։ Հիմա նույնն էլ ստեղ է։ Ասենք մարդը գիտելիք է ստացել, իսկ եթե դուք համարում եք, որ մարդը գիտելիք չի ստացել, հենց այնպես առել է, դա արդեն պետության խնդիրն է, պետության բաց թողումն է, դա քաղաքացու խնդրեմը չի։ Դուզը խոսենք էլի այս մասով։ Եթե ժամանակին ծախել են, վաճառել են այդ վարորդականները, դե արդեն վաճառել են, արդեն տվել են։ Հիմա մարդը 20 տարի ղեկին է, այդ գիտելիքներն ունի, բայց վարորդականից կտրում են, ասում են գնա քննություն տուր։ Քննությունները գիտենք ոնց են անցնում, էլի։ Մենք արդեն մի հատ բողոք ունենք տեսուչի վրա, որ անհիմն կտրում է։ Սենց պահեր կա, ու սա կոռուպցիայի նոր ինչ որ տեղիք է տալիս։ Ես ուղիղ եմ ասում միշտ ամեն ինչ, սա էլ եմ ուղիղ ասում, որ սա կոռուպցիայի ինչ որ մի հատ հնարավորություն է, հարգելի կառավարություն։ Դրա համար խնդրում եմ մի հատ այս օրենքը վերանայեք, բացի նրանից, որ դուք հիմա ուզում եք այդ վարորդական իրավունքները վերադարձնել քաղաքացիներին, նաև վերանայեք այդ օրենքը, եթե ուզում եք խստորեն պատժեք, ուրեմն տարին ավելացրեք, բայց վարորդականը մարդուն վերադարձրեք։ Դրա փոխարեն խորհուրդ կտայի, որ ինչ որ մի կազմակերպություն ստեղծեիք եւ տրեյնինգներ անցկացնեիք նույն այդ վարորդների համար, ովքեր որ խմած նստում են ղեկին, ասենք ինչ որ կինոֆիլմեր, ինչ որ մի հոգեբանական դասընթացներ պարտադրեք, որպեսզի իրենք մասնակցեն այդ դասընթացներին, որպեսզի մի քիչ իրանց ուղեղները մտնի, թե ինչ է նշանակում խմած նստել, մեքենայի տեխնիկական պահերը բացատրեք, ասենք որ արագություն եք բարձրացնում, ինչ կարա լինի, որովհետեւ մինչեւ 100 կմ/ժ վարորդը կոնտրոլի տակ է պահում մեքենան, բայց 100-ից այն կողմ արդեն վարորդը չի կարողանում կոնտրոլի տակ պահել մեքենան է իրան կոնտրոլի տակ պահում։ Ասենք, սենց դասընթացներ տվեք, սենց տրեյնինգներ պարտադրեք, որպեսզի այդ խմած վարորդները պարտադիր այդ դասընթացներին լինեն։ Նման բաներ արեք, բայց ինչ հասնում է
վարորդականը զրկել 1 տարով կամ 2 տարով, հետո էլ պարտադրել, որ գնա քննություն հանձնի, ես գտնում եմ, որ սա ընդհանրապես կոռուպցիայի հնարավորություն է, ուրիշ ոչինչ։ Վստահ կարող եմ ասել, որ այս պատժամիջոցները արվում են նրա համար, որպեսզի այդ նույն վարորդներին վերադաստիարակեն։ Ճիշտ է։ Ահա։ Հիմա եթե մենք հնարավորություն ենք տալիս կոռուպցիայի, եթե մենք հնարավորություն ենք տալիս վարորդին երկրորդ անգամ խախտի, այսինքն վարորդական չունենալով հետ մեկտեղ նորից նստի ղեկին, դուրս է գալիս մենք վարորդից դարձնում ենք հանցագործ, այլ ոչ թե վերադաստիարակում ենք։ Չէ՞ որ մեր նպատակը նա է, որ մեր վարորդները կանոնները չխախտեն։ Ուստի դրա համար ես գտնում եմ, որ սա բերում է նրան, որ վարորդը երկրորդ անգամ է խախտում ու դառնում է հանցագործ, մենք ենք ստիպում մեր օրենքով, այդպես է դուրս գալիս։ Իսկ եթե էսի մարած առաջարկով առաջնորդվենք, ինձ թվում է, որ մենք ավելի մեծ արդյունքների կհասնենք։ Սա իմ կարծիքն է։ Հիմա կհայտնվեն մարդիկ, որոնք կասեն, ինքը արդեն հանցագործ է եւ այլն, հասկացանք ժողովուրդ, հասկացանք։ Չենք մոռանում 30 տարի ժողովուրդը ոնց է ապրել, ինչ սովորություններ ա ունեցել, միանգամից այս ճտիկով չեն փոխվում ժողովուրդը, քիչ։ Ճիշտ մոտեցումը լավ բանի է բերելու, իսկ սխալ մոտեցումը պրովոկացիա է անելու։ Հասկանում եք, մարդ կա, որ մենակ ինքն է տունը պահողը, երեխաներից բռնած իրան են նայում, ինքն էլ մենակ վարորդ է, ու ինքը հիմա առանց գործ է։ Ես դա նկատի ունեմ, որ հիմա անասունա նման նյակ է կերել, ասենք թե մի անգամ դրա համար չբռնենք, կախենք ու ամբողջ ընտանիքը կախման մեջ թողենք, առանց հաց թողենք։ Այս ամեն ինչը պետք է հաշվի առնենք։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 30 տարի ժողովուրդը սովորայեղի մի ձև ապրի։ Հիմա քիչ մենք պետք է բերենք օրենքի դաշտ։ Բերելու համար ճիշտ մոտեցում է պետք։ Ռեսկի նման քայլերը միայն վնասելու է։ Մենք դրթելու ենք, որ մարդը դառնա հանցագործ, մենք դրթելու ենք, որ այդ մարդը փնտրի ինչ որ մեկին, որ կաշառք տա, որ ստանա, մենք դրթելու ենք, որ կոռուպցիան զարգանա։ Սա իմ կարծիքն է, այնպես որ դուք մտածեք, ճիշտ ամերին թե ճիշտ չի, կարող եք քննադատել, կարող եք քննարկել մեկնաբանություններում, բայց ես իմ կառավարությանը կխնդրեի, որպեսզի այդ օրենքը վերանայեր, այլ մոտեցում ցուցաբերեր։ Այսքանը։